շարունակեն։ Բայց անհարկի չէ, երբեմն ազգային ժողովի նախագահ ընդհատում падգամավորներին, այդ մասին շատ որ դուք կանոնակարգը խախտում եք, երբեմն ոչ ձեր լիազորությունների շրջանակում падգամավորներին, միջամտում եք հայտարարություններ եք։ Ուրեմն տեսեք, ազգային ժողովի նախագահի պարտականությունների մեջ մտնումը բնականon աշխատանքը ապահովել։ Շատ հաճախ այդ բնականon աշխատանքը ապահովելու համար պետքա տարբեր ձևերով իրավիճակը իջացնես լարվածությունը կամ հարվածը քո վրա վերցնես կամ ինչ որ ձևով այդ լարվածությունը ուղղորդես մեկ այլ ուղղությամբ եւ ներողություն եմ խնդրում, բայց տենց կողքից տենց ալիքները թերթելուց կամ որևիցե այլ գործով ձեռը զբաղվելով ինչ որ տենց գնահատական տալը ես չեմ արդարացնում, դա սխալ է։ Ես համարում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ ազգային ժողովը ի հեճուկս այն կանխատեսումների, որը կային 4 տարի առաջ արդեն իսկ, որ ազգային ժողովը չի հաջողելու, որ նիստեր չեն կայանալու, ազգային ժողովը շատ լավ աշխատում է, ազգային ժողովի նիստերը շատ լավ տեղի են ունենում, եւ ընդդիմության ամբողջ նպատակը իրանց գոյությունը դահլիճում արդարացնելն է։ Ախր դուք մոռանում եք, հիմա իրանց թվում է, որ մարդիկ են մոռանում, որ իրանք չասեցին, որ իրանք վերադառնում են իրանց օրակարգով։ Սեփական ինչքան ժամանակ է անցել, խնդրում եմ դուք գրեթե բոլորդ ընդդիմադիր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ կասեք 2 տարի անց, որն է այդ ընդդիմադիրների օրակարգը։ Չստացվեց, ֆիքս, չէ, օրակարգը որն իրանք ասեցին մենք կբերենք ու իրանք կընդունեն, իրանց օրակարգը որն էր, եւ ինչա բերեցին, բայց Լուսինե ջան, նույնիսկ այդ իշխանապողության օրակարգով իրանք այն ամենաթեժ ժամանակահատվածին, երբ որ այո, անվստահության նախագիծ չէին բերել հայտարարության տեքստ։ Հիմա ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Հիմա պարզա, որ պետքա արդարացվի իրանց դահլիճում լինել եւ այդ արդարացումը առավելևս ապրիլի 24-ի մոտակայքում այս ձևով է պետք անել, բայց զգուշացնում եմ, չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու եւ պատասխանը լինելու է ընտրության միջոցով, պատասխանը լինելու է վերաբերմունքի միջոցով եւ արձագանքների միջոցով։ Ձեր ասածներն է, որ իրենք չեն ուզում, դուք գնաք, իշխանափոխություն չեն ուզում։ Չէ, իրանք ոչ թե չեն ուզում մենք գնանք, իրանք չեն ուզում իշխանություն վերցնել եւ իրանք որտեղ գիտակցում են, որ իրանք դա չեն կարող անել, նախ չեն ընտրվի, իրանք գիտեն, այս հիմա այս իրար մեջ այդ ճակերտավոր գզվրտոցը, հա, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, որովհետեւ մեկին չեմ ուզում վիրավորել, հա, այդ վեճը, այդ բանավեճը, որ կա գոյությունն է, այդ ինչի մասին է։ Այս ամեն ինչը ես ելույթի ժամանակ ասի, հաջորդ ցուցակում հայտնվելու, հաջորդ ցուցակներում հայտնվելու մրցույթը ընդդիմադիր սկսված է, բացված է։ Այսինքն հիմա պետք է ցույց տան, որ իրանք չես տեսնում, որ դուրս են գալի падգամավորներ կան, որ մի կեն այս բանից են խոսում, չես հասկանում, ինչի համար ասում, ում համար ասում, ոչ, ես 10 հատ ելույթ եմ ունեցել, բա ես հարցեր եմ տվել, բա ես պետք է մասնակցեմ, կամ այդ ուղղությունով ջղայնացել ավերներ ասել ախի չեկեցում նիստերի, բա որ հարց բարձրանա բան մանդատից զրկելու, կամ եթե դա էլ տեղի չի ունեցել, առնվազն աշխատավարձ ստանալու համար եւ նիստի չգալու համար, գալ կոճակը սխմել եւ տեսեք, օրվա մեջ կարող լինի 2 անգամ գրանցում, դահլիճում չլնեն, հենց ասում գրանցումա որպեսի, բա, sense կգան, sense կսխվում են, sense կամազ դուրս են։ Բայց արդար չեք, որովհետև նախկինում, նախորդ նստաշրջանում, երբ որ չէին մասնակցում նիստերին, դուք իրենց բացակայությունների համար իրենց արդեն հարցն էիք բարձրացնում падգամավորական մանդատից զրկելու։ Հիմա գալիս են գոնե կնոպկան սեղմում են, որ ներկա ստանան, այդ բանից չզրկեք։ Լավ, ուզում հասկանամ, բայց սկզբունքայնություն պետք է լինի, թե չպետք է լինի։ Հիմա մենք դուրս են գալի փողոցային պայքար, հիմա մենք վերադառնում ենք դահլիճ մեր սեփական օրակարգով, հիմա մենք մասնակցում ենք ընտրություն բաներին, նիստերին, բայց դահլիճում չեն կլնում, լավ, գալիս ենք, բայց հարց ու պատասխանին չեն գալիս, բայց այս ինչ է, ուզում ասեմ, իրանք կներեք, էլի ինձ միշտ հետաքրքրել, հիմա որ գնան ընտրությունների, նոր ընտրությունների ժամանակ, գնալու են ասելու են մեզ ընտրեք, բայց մենք դահլիճ չենք գետալու, եթե ընդդիմություն լինենք, հա? Դրան իշխանության համար։ Այսինքն դուք նեղվում եք, որ չի հաջողում Նիկոլ Փաշինյանն հեռացնել ընդդիմության կողմից, ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն հեռացնելն է, որը չի հաջողում ընդդիմությանը։ Չէ, մեր խնդիրն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որտեղ իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, պրոբլեմ է, վատ է։ Այդ լճացումը,
այդ լճացումը եւ դա խնդիրները առաջացնում հենց իշխանության ներսում նորմալ ընդդիմություն լինի քննադատական։ Պատկերացրած միշտ ասում եք նորմալ ընդդիմությունը որն է, ինչ պիտի որ անի։ կա աշխատի, հենց հարցադրումները։ Լինում է, ոչ, եղել է նույնիսկ այս գումարման ժամանակ, նախ եթե անենք այն 2 տարին, որ չեն եկել, ու այն 1.5 տարին, որ ապարատ գալիս են, ու այն կես տարին, որ հանձնաժողովների ղեկավարների եւ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը չեն վեսել, նույնիսկ այս պարագայում եղել է բան, որ առաջարկել են եւ մենք ընդունել ենք եւ իրանք էլ են արձանագրել։ Չէ, տենց չի, եւ եթե նայեք ստատիստիկան, տենց չի։